Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն նշեցի, ամեն տարի մարտի 24-ին աշխարհում նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը տուբերկուլոզի մասին, հիշեցնել, որ այս հիվանդությունը դեռ շարունակում է մնալ համաշխարհային առողջապահական խնդիրներից եւ մարտահրավերներից մեկը։ Այս հիվանդության մասին այսօր կխոսենք մասնագետի հետ, ով կլուսաբանի ինչպիսի ախտանիշերով, ինչպես է ախտորոշվում առհասարակ եւ ինչպես է բուժվում այս հիվանդությունը։ Այսօրվա իմ հյուրն է Տաթևիկ Պեպանյանը, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավարի պաշտոնակատար, ֆտիզիատր, թոքաբան։ Ողջույն Տաթևիկ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Եկեք սկսենք մեր սիրած բլից հարցերով, որից հետո անցնենք արդեն մանրամասը քննարկմանը։ Դեմ չեք։ Ոչ, շատ լավ։ Կա այսպիսի տարածված կարծիք, որ տուբերկուլոզով կարող են հիվանդանալ միայն սոցիալապես անապահով կամ վատ պայմաններում ապրող մարդիկ։ Դա ճիշտ է։ ոչ, սխալ է։ Եթե մեկ անգամ մարդը պատվաստվել է, արդյոք ամբողջ կյանքում պաշտպանված է տուբերկուլոզից։ Ոչ, պաշտպանված չէ։ Պաշտպանված չէ։ Ճիշտ է, որ տուբերկուլոզը կարող է փոխանցվել սպասքով, սրբիչի միջոցով կամ նույնիսկ նույն բաժակով ջուր խմելիս։ Ոչ, սխալ է։ Եթե մարդը երկար ժամանակ հազում է, արդյոք հավանականություն կա, որ հիմքում կարող է լուրջ թոքային հիվանդություն լինել։ Այո։ Ուշադիր եղեք, չմտածենք, որ բոլորի մոտ ուղղակի քրոնիկ բրոնխիտ է։ Տուբերկուլոզով հիվանդի հետ շփվելուց հետո արդյոք պարտադիր է, որ դիմացինը վարակվի։ Ոչ, պարտադիր չէ։ Ճիշտ է, որ եթե մարդը սկսել է բուժումը եւ իրեն լավ է զգում, կարող է դադարեցնել դեղորայքը։ Ոչ, պետք է շարունակել բուժումը մինչև վերջ։ Կարող է արդյոք տուբերկուլոզը երկար ժամանակ անցնել առանց որևէ նշանի եւ մարդ նույնիսկ չկասկածի այդ մասին։ Այո, կարող է։ Օրինակ ինչքան երկար հետաքրքիր է խոսքը տարիների մասին է նույնիսկ։ Կարող է լինել մինչև 1 տարի եւ ավել։ Նաեւ լինում են դեպքեր, երբ ինքնալավացում է լինում, այսինքն օրգանիզմը այնպեսի լավ իմուն համակարգ է ունենում, որ կարողանում է պայքարել եւ հաղթահարել տուբերկուլոզը։ Եվ վերջին հարցը, տուբերկուլոզով հիվանդ մարդը բուժվելուց հետո կարող է լիովին վերադառնալ իր սովորական կյանքին, աշխատել ու լիարժեք կյանքով ապրել։ Այո, իհարկե կարող է վերադառնալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Եկեք խոսենք այն մասին, մենք խոսեցինք տուբերկուլոզի ընդհանուր դրույթների մասին, հա, եթե կարելի է ներկայացրեք, ովքեր են ամենաշատ խոցելի խմբերը, ովքեր կարող են ունենալ տուբերկուլոզ եւ հատկապես դա տարիքով պայմանավորված է թե ոչ, եւ իհարկե այս համաշխարհային օրվան նվիրված արդյոք կան հատուկ մոտեցումներ, դրույթներ, որոնք կուզենայիք հնչեցնել։ Տուբերկուլոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը ակտինոմիցետների խմբին պատկանող տուբերկուլոզային միկոբակտերիան է, միկոբակտերիում տուբերկուլոզիսը։ Ամբողջ աշխարհի բնակչության 1/3-ը վարակված է տուբերկուլոզով եւ տարեկան տուբերկուլոզը խլում է շուրջ 1 միլիոն մարդկային կյանք։ Տուբերկուլոզը կարող է ախտահարել ինչպես թոքերը, այնպես էլ կարող են ունենալ արտաթոքային դրսևորումներ, ախտահարում է բոլոր օրգան համակարգերը, բացառություն է կազմում միայն մաշկի եղջերային ատենցիալները, մազերը եւ եղունգները։ Տուբերկուլոզը կարող են ունենալ բոլոր տարիքային խմբի մարդիկ, սակայն առավել հաճախ հիվանդանում են միջին եւ երիտասարդ տղամարդիկ։ Տուբերկուլոզի խոցելի խմբերն են թույլ իմունային համակարգ ունեցող անձիկ, միավարակակիրները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, շաքարային դիաբետով տառապող անձիկ, թմրամոլները, դատապարտյալները, ծխողները։ Առավել ռիսկային խմբերն են։ Այո, առավել ռիսկային խմբերում են նրանք։ Իսկ մեր կարգախոսը We Can End TB նշանակում է, որ մենք այո կարող ենք վերացնել տուբերկուլոզը, իսկ այս ճանապարհին շատ կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, լիարժեք բուժումը եւ հասարակության իրազեկումը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Խոսենք այն մասին, ինչպես է առհասարակ տարածվում կամ եթե գրագետ այդ դրույթը ինչպես է փոխանցվում եւ հատկապես ախտանշանների մասին արդյոք դրանք տարբերվում են օրինակ մանկական հասակում երիտասարդների մոտ, որ ավելի հաճախ է հանդիպում։ Վարակվելու եւ հիվանդանալու համար կան մի շարք կարևոր գործոններ, դրանք են ներթափանցած հարուցիչների քանակը, հիվանդի հետ առողջ մարդու շփման տևողությունը, ինչպես նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը։ Տուբերկուլոզը փոխանցվում է մի շարք ուղիներով, դրանցից գլխավորը օդային ճանապարհն է, երբ հիվանդը փռշտում է, հազում է, արտազատում է փոքրիկ մանր վարակիչ կաթիլներ, որոնք տևական ժամանակ կարող են մնալ օդում կախված։ Կախված է արտաքին միջավայրի պայմաններից։ Տուբերկուլոզը վարակը փոխանցվում է այդ վարակիչ կաթիլները ներշնչելու դեպքում։
Հաջորդ ճանապարհը դա սննդային ուղին է։ Սննդային ճանապարհով փոխանցումը իրականանում է, երբ եզան տուբերկուլոզային միկոբակտերիայով սննդամթերք է մարդը օգտագործում կամ առավել հաճախ, երբ կաթը չի ենթարկվում պատշաճ մշակման։ Չի բացառվում նաև տուբերկուլոզի փոխանցումը ներարգանդային կյանքում, մորից պտղին։ Հաջորդ ճանապարհը կոնտակտային ուղին է, որը շատ հազվադեպ է հանդիպում, սա փոխանցումը իրականացվում է այն դեպքում, երբ կա մաշկի եւ լորձաթաղանթի վնասում։ Եթե վնասում չկա, ստացվում է, որ կենցաղային առարկաների միջոցով այս հիվանդությունը չի կարող փաստացի փոխանցվել։ Այո, չի փոխանցվում։ Շատ լավ։ Խոսենք նաև ախտորոշումից, արդյոք դրանք այն տեստերն են, օրինակ, որ ես հիշում եմ մեր դեռ բժշկական ուսանողական տարիներից, ինչպես է ախտորոշում տուբերկուլոզը։ Տուբերկուլոզի ախտորոշման մեջ մենք օգտագործում ենք համակցված մոտեցումներ, որոնք ներառում են կլինիկական, լաբորատոր, ճառագայթային հետազոտությունները։ Լաբորատոր հետազոտություններից իր իրական դերն ունի խորխի քննությունը։ Այն կարևոր է հիվանդության հայտնաբերման, ախտորոշման, շրջապատին վարակելու, դեղերի հարուստի դեղերի նկատմամբ զգայունության որոշման, ինչու չէ նաև բուժման ընթացքի տեսակետից։ Տուբերկուլոզային միկոբակտերիան հայտնաբերվում է մանրադիտակային, մանրեաբանական, մոլեկուլակենսաբանական եղանակով։ Լայնորեն կիրառում ենք նաև ճառագայթային ախտորոշման մեթոդները, կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն, թոքանկար եւ այլն։ Երեխաների մոտ ախտորոշումը էականորեն չի տարբերվում մեծահասակների ախտորոշիչ հետազոտություններից։ Շատ լավ, տեսեք, յուրաքանչյուր հիվանդության դեպքում կան որոշակի շատ բնորոշ կամ տիպիկ դրսևորումներ, եթե օրինակ տուբերկուլոզի վերաբերյալ մենք առանձնացնենք 3-ը, 4-ը, 5-ը, որ ախտանիշերն են, որոնք միանգամից կասկած են հարուցում, որ դա կարող է տուբերկուլոզ լինել, եթե կան դրանք։ Որպես այդպիսին դրանք չկան, որովհետև տուբերկուլոզին, եթե բնութագրենք ախտանշանները, կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Դրանք են ընդհանուր ախտանշանները, որը ներառում է ընդհանուր թուլությունը, քաշի նվազումը, ախորժակի նվազումը, սուբֆեբրիլ ջերմությունը եւ կրծքային նշանների։ Կարծես թե ընդհանուր նշաններ են եւ կրծքային նշանները, հազը, խորխարտադրությունը, կրծքավանդակում ցավը, կարող է դիտվել նաև հեվոց, շնչարգելություն եւ արյունախխում։ Տվյալ գանգատները 2-ից 3 շաբաթ առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Նաև բուժման մասին խոսենք, շատերի մոտ կա կարծիքա, եթե տուբերկուլոզ կա, վերջ դա արդեն վերջնական դատավճիռ է, չի բուժվում, կրկնություններն են հաճախակի, արդյոք դա բուժվում է թե ոչ, ինչ միջոցներով, որոնք են արդի մոտեցումները եւ իհարկե մեզ հետաքրքիր է Հայաստանի Հանրապետության շրջանակներում արդյոք դա անվճար է թե ոչ։ Այո, տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, տուբերկուլոզի բուժումը բազմակողմանի է, հաշվի ենք առնում ընդհանուր առանձնահատկությունները, հիվանդի տարիքը, մարմնի զանգվածը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև տուբերկուլոզային միկոբակտերիայի զգայունությունը հակատուբերկուլոզային դեղորայքի նկատմամբ։ Այժմ կիրառվում է որպես հակատուբերկուլոզային բուժում քիմիաթերապիա, այսինքն հակաբակտերիալ բուժում։ Գոյություն ունեն երկու խմբի դեղորայքներ, առաջի խումբը կոչվում է հիմնական դեղորայքներ կամ առաջի շարքի դեղորայքներ եւ երկրորդ շարքի դեղորայքները դրանք կոչվում են պահեստային դեղորայքներ։ Կախված մենք ունենք դեղորայքազգայուն թե դեղորայքակայուն տուբերկուլոզ, բուժման տևողությունը տարբեր է 4-ից մինչև 18 ամիս։ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումը, բուժումը լիովին անվճար են։ Խոսենք նաև իհարկե մինչև տարածվածություն անցնելը, ինձ թվում է շատ ընտանիքների կհետաքրքրի այս հարցը, եթե օրինակ տան անդամներից, մեծահասակներից որևէ մեկը ունի տուբերկուլոզ ախտորոշված, ինչպես կարելի է խուսափել կամ պաշտպանել փոքրիկներին։ Տվյալ դեպքում ընտանիքի անդամները, նաև տվյալ հիվանդի հետ սերտ շփում ունեցած անձիկ հետազոտվում են եւ մնում են տեղամասային ֆտիզիատրի հսկողության ներքո։ Բայց այնպես չի, որ դա պարտադիր է, որ եթե շփում կա, ապա վերջ ընտանիքի բոլոր անդամները վարակված են, հա, ավելի հավանականություն կա, որ օրինակ իրենք չեն հիվանդանա։ Այո, կա հավանականություն, որ չեն հիվանդանա։ Տարածվածությունից բժշկու ինչ կասեք, ինչքանով է տարածված Հայաստանում տուբերկուլոզը կամ որ տեսակներն են հատկապես տարածված, եթե էլի կարելի է մեկնաբանել։ Տարածվածությունը Հայաստանում հիվանդացության եւ մահացության թիվը բավականին նվազել է։ Վերջի 10 տարիների ընթացքում 2015-ից 2025 թվականների ընթացքում հիվանդացությունը նվազել է 66%-ով, իսկ մահացությունը նվազել է 37%-ով։ Կարող ենք ասել, որ դա նաև ի շնորհիվ ազգային ծրագրի այս հիվանդության կանխարգելման, վերացման գործոնն է շատ կարևոր։ Եվ
իհարկե շատ հետաքրքիր է ինչպիսի կանխարգելիչ առհասարակ ծրագրեր կան, որոնք այսօր շատ ակտուալ են եւ գործարկվում են։ Այո, իհարկե, տուբերկուլոզի ազգային ծրագիրը առանցքային դեր ունի տուբերկուլոզի վերացման, կանխարգելման գործում, մասնավորապես իրականացվում է սոցիալական աջակցություն, հոգեբանի խորհրդատվություն, կրթական աջակցություն է իրականացվում ինչպես պացիենտի, այնպես էլ նրա հարազատի հետ։ Չմոռանանք նաև կարևոր հարցի մասին, ինչ կասեք պատվաստման մասին, արդյոք կա տուբերկուլոզի դեմ պատվաստում եւ ինչ այլ կանխարգելիչ միջոցներ կան, համընդհանուր խոսքը առաջնային կանխարգելման մասին է։ Տուբերկուլոզի կանխարգելումը իրականացնում ենք մի քանի ուղղություններով, դրանք են կլինիկական կամ բժշկական, սոցիալական, սանիտարական, քիմիական կանխարգելումը եւ հակատուբերկուլոզային պատվաստումը։ Հակատուբերկուլոզային պատվաստանյութը BCG-ն է, իրականացվում է առողջ նորածնին ծննդատանը ծնվելուց 1-ից 3 օրվա ընթացքում, իսկ երբ կան հակացություններ, դա վերացնելուց հետո պոլիկլինիկայում։ Հակատուբերկուլոզային պատվաստումը արդյունավետ է տուբերկուլոզային մենինգիտը, կորեկանման տուբերկուլոզը կանխելու նպատակով։ BCG-ն իր ազդեցությունը առավել շատ պահպանվում է մանկապատանեկան տարիքում, ուստի հարկ է նշել, որ չափահասների մոտ տուբերկուլոզի կանխարգելման առավել իրական մեթոդը դա հիվանդների վաղ հայտնաբերումը եւ բուժումն է, որով եւ կընդհատենք համաճարակաբանական շղթան։ Շնորհակալ եմ շատ, թեման իրոք շատ ծավալուն է եւ հետաքրքիր, բովանդակալից պատասխաններ լսեցինք, շնորհակալ եմ եւ վերջում կխնդրեմ ձեզ հնչեցնեք, ինչ կարող է յուրաքանչյուր քաղաքացին անել, քանզի մենք խոսեցինք ազգային ծրագրերի, խոսեցինք կանխարգելման, բժիշկների մոտեցման, հետաքրքիր է ինչպիսին է հասարակ քաղաքացու դերը պատասխանատվություն այս հիվանդությունը կանխարգելելու հարցում, ինչ խորհուրդներ կտաք։ Պատասխանատվությունը կայանում է այնքանով, որ պետք է յուրաքանչյուր մարդ իմանա, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է եւ եթե ունի երկարատև 2-ից 3 շաբաթ տևող հաս, ընդհանուր թուլություն, սուբֆեբրիլ ջերմություն, ինչու՞ չէ նաեւ հեվոց եւ արյունախոխում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անցնել համապատասխան հետազոտություններ եւ ստանալ համապատասխան բուժում։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, հուսամ, որ այս թեման ձեզ համար հետաքրքիր էր, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Տաթևիկ Պեպանյանը, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավարի պաշտոնակատար, ֆիզիատր, թոքաբան, ում հետ այսօր քննարկեցինք տուբերկուլոզի ախտանիշերը, տարածվածությունը, բուժման արդի եւ չմոռացանք իհարկե խոսել կանխարգելումից, ինչը կարծում եմ այստեղ ամենակարևորն է։ Շարունակում ենք հաղորդումը, գնացինք առաջ։